Բոլորիս համար նվիրական դարձած ջահերով երթի նախաձեռնողներից շնորհաշատ արվեստագետ դաշնակցական ընկեր ընտանիքի խստապահանջ ու անսահման բարի հայր հայրենիքի իսկական նվիրյալ Հովհաննես Մեծ Գևորգյանի մշտավառ ներկայության ապրող ու ապրեցնող գործերի մասին պատմել առանց հուզմունքի մի փոքր դժվարանում են։ 1992 թվականից հայ հեղափոխական դաշնակցության երդվյալ ու նվիրյալ անդամ էր։ Անդամակցել է իր բնակավայրի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Արամ Պողոսյան կոմիտեությանը, իսկ մահվանից առաջ նույն կոմիտեի նախագահն էր։ Նա նոր անկախ Հայաստանի ամենակայացած երիտասարդական կառույցներից Հույդա Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ էր։ Ներկայումս արդեն ավանդական դարձած եւ համահայկական բնույթ ստացած ջահերով երթի նախաձեռնողներից, համահեղինակներից ու կազմակերպիչներից։ Նա նաև նոր կյանք մտնող պատանիների սիրելին էր Հույդա Հայաստանի պատանեկան միության պատասխանատուներից ու կազմակերպության նվիրյալներից մեկը։ Մայիսի 31-ին նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու կուսակցականները հավաքվել էին Արամ Պողոսյան կոմիտեությունում եւս մեկ անգամ հիշելու արվեստագետին։ Նկարիչ, քանդակագործ, արվեստագետ, սիրված եւ նվիրված ընկեր, այսպես են հիշում Հովհաննես Մեծ Գևորգյանին իր ընկերները։ Ամենտեղ սիրված, ամենտեղ տենց պահանջված, տենց երկու խոսքով որ ասեմ, ինքը մարդ էր, ում ներկայությունը մենք վայելում էինք, այսինքն բացի այն, որ միասին տարբեր գործունեություններ ենք ծավալել եւ ամենտեղ ինքը գիտեք ռազմական զինվորական տերմիններով որ ասեմ, փոխաբերական իմաստով տենց մարտական խնդիր չի եղել, որ հովիկը չկատարի, էլի, եւ եղել է տարբեր ասպարեզներում, թե կուսակցական, թե ոչ կուսակցական, իր արվեստի որպես դասատու, որպես արվեստի դպրոցի տնօրեն ինքը այդ խնդիրները կատարել է փայլում։ Ընկեր Հովիկին շատերը հիշում են որպես դաշնակցական եւ գաղափարական ընկեր, մատաղ սերունդ կրթող, ով մեծ հետք է թողել, թե կուսակցական գործիչ եւ թե որպես արվեստագետ։ Ընկեր Հովիկը մեծ հետք է թողել եւ մեր կուսակցության պատմության մեջ, մեր կոմիտեության պատմության մեջ, ինչպես նաեւ որպես արվեստագետ, որպես մատաղ սերունդ կրթող, առհասարակ որևէ ժողովրդի համար այս տեսակ մարդիկ հարստություն են, գանձ են։ Ես չեմ չափազանցնում։ Մարդ, որ սա այն նվիրյալների տեսակից էր։ Հովիկ Մեծ Գևորգյանը նվիրյալների տեսակից էր։ Ես իրեն տեսել եմ միշտ ինչ որ վազքի մեջ, միշտ ինչ որ գործերի մեջ եւ ընկերների համար, գործի համար, բոլորի համար լավ մարդ, ընտանիքի լավ հայր, լավ ընկեր, բոլորիս համար լավ ընկեր, միշտ ժպտադեմ, միշտ բարի։ Ներկա էր նաև Հովհաննես Մեծ Գևորգյանի դուստրը, ով մեծ հպարտությամբ է պատմում հոր մասին։ Շնորհիվ եմ սիրել արվեստի, շնորհիվ եմ սիրել գիրը, գրականությունը, ինքը շատ էր սիրում կարդալ, մեզ ասել, ինչ կարդանք, շատ էր սիրում Փոքրիկ իշխանը, Լինգսթոն անունով ճայը ու բոլորիս միշտ հորդորում էր, որ կարդանք, լսենք, նայենք, տեսնենք թանգարաններ, գնանք միասին ու ուներ բազում ընկերներ, ինքը ընկերներից անպակաս էր, ընտանիքի ծատ ինքը ուներ ընկերների ընտանիքը կոպիտ ասած ու հպարտանում եմ, որ ես հենց Հովհաննեսի աղջիկն եմ ու ինձ հիշում են հենց Հովհաննեսի միջոցով։ Խիստ եւ պահանջկոտ էր ընտանիքում Հովհաննես Մեծ Գևորգյանը, պատմում է նրա երկրորդ որդի Մովսեսը։ Հայրս եղել է շատ ավանդապաշտ, շատ բնավորությամբ խիստ, պահանջկոտ, դրա հետ միասին նաև կարամ առանձնահատուկ շեշտեմ, որ չափազանց կապված հային, հայրենիքին, առավել եւս ընտանիքին, մանկավարժ էր, սիրում էր շատ երեխաներ, կապ չունի տղա աղջիկ անկախ տարիքից, շատ մեծ կարևորություն ուներ իր կյանքում իր ընկերները, ովքեր որ փաստացի իմ հոր եղբայրներն են միշտ մինչև այսօր։ Սպարտակ Ղարաբաղցյանը, ինչպես ժողովուրդն է ասում, դարերով է ճանաչում Հովհաննես Մեծ Գևորգյանին, նրանց ծանոթության եւ տարբերվող արվեստի մասին է պատմում։ Ես առաջին անգամ օրինակ Հովհաննես հետ ծանոթացել եմ երևի անցյալ դարի, արդեն անցյալ դարի նոր հիշում ենք 90 քանի թվականներ, երբ զեյթունցիների հավաք էր, իրան ներկայացրին որպես տաղանդավոր շնորհալի նկարիչ, դեր գործերը չգիտեի, հետո տեսանք, որ իրոք տաղանդավոր մարդ է,
եւ մեջ ամբոստություն կա, իր գույները ուրիշ են, իր մեկնաբանությունները ուրիշ են։ Ես հյուր եմ ունենում նա մշակույթի բանի բնակավարից, որ իմ մոտ են գալի բան զրուցում ենք բանակ, նայում են հավաքածուն ասում են Սովիկի գործն է այդ գործերի մեջ, որտեղ այնտեղ բոլորը անվանի նկարիչներ են, ասենք այնտեղ ուրիշ անուններ կան, բայց հենց նայում են ասում են Սովիկի գործն է, այսինքն տարբերվում է։ Խենթ էին անվանում նրան ընկերները, հիացմունքով պատմում է Հովհաննես Մեծգևորգյանի տարիների ընկեր Միհրան Մանուկյանը։ Ինքը ինստիտուտում իր կտավների տակ գրում էր խենթ էր մակագրում։ Մենք էինք կոչել, որ իսկապես խենթ էր վարկյանի տակ ընթացքում տենց մի բաներ կաներ, կասենք հով լավ էլի դու խենթ ես ու ինքը դա հավանեց, սիրեց, գրեց տակը խենթ, իր կտավների տակ խենթ էր մակագրում։ Վերջի շրջանում ավելի հասուն, ավելի արդեն արվեստով, կերպարվեստով ապրող բան իր արմատներին արդեն գնացել, քչփորել, ուսումնասիրել, նայել, ինքը գրում էր Ադանացի։ Հետո ես անվանեցի իրեն Խենթ Ադանացի։ Ապրեցրեք ձեր մտքերում հովիկ տեսակը այնքան պետք է այսօր այս ժամանակներում այս ճղճիմ ժամանակներում հովիկ տեսակը այնքան պետք է։ Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի տնօրեն Արմինե Ղարաբաղցյանը պատմում է, որ ընկեր Հովիկի միջոցով է ճանաչել Արցախը, նպատակ ունի վերադառնալ Շուշի եւ բացել Հովհաննես Մեծգևորգյանի անվան կերպարվեստի դպրոց։ Ընկեր Հովիկ, մենք պետքա պարտադիր մեր դպրոցի մասնաճյուղը ունենանք Շուշիում։ Ընկեր Հովիկը կարճ ինձ պատասխան տվեց. կամուց նանաս Շուշիում եւ կբացես քո Մինասի մասնաճյուղը։ Հիմա մի նպատակ ունեմ նաեւ վերադառնալ Շուշի եւ Շուշիում բացել Հովհաննես Մեծգևորգյանի անվան կերպարվեստի դպրոց։ Հովհաննես Մեծգևորգյանը տարբեր սերունդների հիշողության մեջ մնացել է ոչ միայն որպես հոյդա նվիրյալ, այլև որպես մարդ, ով ստեղծում էր, ոգեշնչում ու փոխանցում արժեքներ։ Նրա սուր միտքը, անկոտրում համոզմունքներն ու բարյացկան պահվածքը հաճախ ներշնչանքի աղբյուր էին, ինչպես կուսակցականների, այնպես էլ երիտասարդ արվեստագետների ու մտավորականների համար։ Նա իր ողջ կյանքը նվիրեց մեկ գաղափարի՝ ծառայել հայրենիքին, մշակույթին ու նոր սերնդին։ Ինչպես ասում են ընկերները, ընկեր Հովիկը չգնաց, նա ապրում է մեզանում, մեր գործերում, մեր հիշողության մեջ։ Ալիսա Աղասյան, Սերոբ Չերչիկյան, Երկիր AM։